Փառք Տիրոջ սիրելի քույրեր եղբայրներ։ Փառք Տիրոջը։ Ես այսօր ուզում եմ կիսվեմ մի հայտնության մասին, մի պատմությունից, ավետարանի մի պատմությունից, որտեղ կան շատ կարևոր ճշմարտություններ, որը որ առաջի հերթին ինձ ավերաբերվում, երկրորդ հերթին ձեզ։ Ես չեմ կարոզելու սենց ասած վարդապետական ձևով, այսօր Կիրակի օր է, ես ավելի շատ ուզում եմ այդ ճշմարտությունների վրա դնեմ շեշտադրություն դնեմ, որպեսզի մենք կարողանանք որոշում կայացնենք, ուզում ենք մենք դա անենք, թե ոչ։ Այսօրվա մեր թեման գոչվում է արդյոք ուզում եմ ես Տիրոջը հանդիպել։ Արդյոք ուզում եմ ես Տիրոջը հանդիպել։ Ես չգիտեմ ինձ համար ավելի բարձր բան այս աշխարհի վրա, քան Տիրոջ հետ հանդիպումը։ Որովհետև երբ որ հանդիպում ենք, մենք նրա ներկայությունը զգում ենք։ Գիտեք ինչ, այս լույսերը միշտ վառած է, մենք էլ չենք մտածում, որ լույսը կա, մտնում ենք տուն, միացնում ենք, ջուրը բացում ենք, գալիս է, բայց հենց անջատում են, մենք հանկարծ հասկանում ենք, որ փաստորեն լույս ունեինք, չէինք էլ մտածում։ Տերը մեր մեջ է, Տերը մեզ հետ է, բայց ասեմ ձեզ, շատ անգամ Տերը շատ նուրբ ձևով թույլ է տալիս, որ մեր մեջ առաջանա իր ներկայության բացակայությունը, ինքը ներկայ է, բայց այդ ներկայության բացակայությունը առաջանում է ու մենք փորձում ենք նրան փնտրել, որովհետև մենք ուզում ենք այդ դատարկությունը լսնել, այդ ներսի ճնշվածությունը փարատել։ Ու մենք սկսում ենք Տիրոջ երեսը փնտրել, ու մեր համար գտնել Տիրոջը դա նշանակում է, երբ որ նա ներկայանում է, իսկ նա տարբեր ձևերով է ներկայանում։ Ես արդեն 39 տարի հավատքի մեջ եմ, վերստին ծնված, բայց ես չեմ հիշում իմ կյանքիս մեջ գոնե մի դեպք, որ կրկնվի Տիրոջ ներկայանալը։ Նա միշտ տարբեր ձևերով, տարբեր տեղեր է գալիս։ Ու երբ որ նա ներկայանում է, դու հաստատ գիտես, որ դա Տերն է։ Դու չես կարող ասես, կարող ես սա իմ զգացմունքներն է, բացառվում է։ Նա երբ որ ներկայանում է, դու կարաս նրան զգաս սրբության մեջ, հանդիմանության մեջ, հայտնության մեջ, սիրո մեջ, երկյուղի մեջ, տարբեր ձևերով, դա անբացատրելի է։ Բայց դու գիտես, որ Տերը այստեղ է, որովհետև քո ներսը մխիթարվում է, քո ներսը նորոգվում է։ Ես չգիտեմ քրիստոնյայի համար ավելի կարևոր բան, չփրկվածի համար փրկվելն է կարևոր, բայց քրիստոնյայի համար չգիտեմ ավելի կարևոր մի բան, ոչ թե դա կարևորագույններից մեկ, դա ինձ համար դա համար առաջի կարևորությունն է, երբ որ անընդհատ քրիստոնյան փնտրում է Տիրոջ ներկայությունը, նրա երեսը, նրա զորությունը։ Ռուսերենում ասում է Սաղմոսների մեջ հայերենում երևի նույն բանն է, «Ищите Господа, лица Его и присутствие Его постоянно, силы Его постоянно». Մշտապես, անընդհատ։ Եթե հանկարծ մենք գիտեք ինչ շատ անգամ, սենց ասած ստաժավոր հավատացյալները սովորել են ապրել կանոններով, ավետարանի կանոններով, հիմնական ինչ որ մեղքեր չեն գործում, բան չեն անում, բայց որ հարցնես վերջի անգամ Տիրոջ ներկայությունը երբ ես ճաշակել։ Տիրոջ ներկայությունը ելին ասեմ բոլորից մեջ կա, մենք դա զգում ենք, երբ որ հանկարծ Տերը մի փոքր ծածկում է մեզանից։ Ու մենք սկսում ենք զգալը, որ ներսը ոնց որ դատարկվում է, ոնց որ կողոպտված ներսը լի, մեր հոգին։ Ու ասում ենք գնանք փնտրենք Տիրոջը։ Մենք փնտրում ենք աղոթելով, փնտրում ենք կարդալով, փնտրում ենք եկեղեցի գալով, փնտրում ենք քարոզ լսելով, փնտրում ենք, մենք գնում ենք այն տեղերը, որտեղ որ Տերը ներկայանում է։ 2-3 հոգի հավաքվեք, ես այնտեղ եմ։ Մտիր քո սենյակը, Տերը լսում է, կարդա իմ խոսքերը, ես կբացվեմ, քննեցեք գրքերը, նրանք հիմա մենք գնում ենք այն տեղերը, որտեղ Տերը խոստացել է, որ ինքը կարա դրսևորվի։ Ու երբ որ դու զգում ես, իսկ դա ամեն օր չի ելնում։ Եղնում է ամիսներով դու ծարավ սրտով փնտրում ես նրան։ Սիրելի քրիստոնյաներ, եթե մեկը դադարել է դա անելուց, ուրեմն դուք կոպիտ ասած ռելսերի մեջ վրա եք ընկել ու ասենց գնում եք աննպատակ հավատացյալ։ Պետրոս առաքյալն ասում է, այս արեք, որովհետև դուք ճաշակեցիք նրան։
ճաշակեցև եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Սիրելի քույր երեխայներ, նա ով որ ճաշակել է, օրինակ հեճեր նման քու մոտ, որ դու սիրտդ մի ուտելու բան ուզի։ Չասեք չէ, բոլորիս մոտ էր նման։ Օրինակ իմ սիրտը, որ մի բան ա ուզում, երբեք չի ելեմ, որ ես Լուիզային ասեմ, Լուիզա, մի հատ ինչ որ աֆրիկյան պտուղ եմ ուզում։ Եվ ոչ կերել եմ, ոչ էլ ուզում եմ։ Որ համը տեսա, չես ուզում։ Բայց որ համը տեսած եմ, մեկ էլ ինչ որ մի պահի ասում ես, այ էս ինչ բանը եղներ ուտեի։ Սիրելի քույր երեխայներ, ուզում եմ, որպեսզի դուք հասկանաք մի կարևոր բան, որպեսզի դուք նորոգեք ձեր հիշողությունը, խնդրում եմ, մեկ սովորի ամենօրյա, առօրյա քրիստոնյա դառնալը։ Եկեղեցին գնացի, աղոթքը սարեցի, աղոթքն էլ ինչա, Տեր ջան, տուր։ Ինձ տուր, սրան տուր, էս էլ ինձ տուր, էսքան էլ ինձ տուր, այն չմոռանաս Տեր ջան, խոստացել ես։ Մի անգամ մի կոնֆերենցիայի մի եղբոր կողքի նստեցի, իրան չէի ճանաչում, ու ինքը Աստվածաշունչը որ բացեց, իմ Աստվածաշունչն էլ է։ Ես կանոնով դնում եմ, գծում եմ որոշ տեղեր տարբեր գույներով, մոտ 5 գույն կա, ամեն գույնը իր նշանակություն ունի։ Ու տեսա եղբոր Աստվածաշունչն էլ է, սենց հատուկ մարկերներ կա, թափանցիկ այդ մարկերներով գծած է։ Ինձ դուր է գալի, որ գծած ալեմ, ուշադրությունդ ուղղում է։ Ու ես ամեն քանի տարին մեկ Աստվածաշունչս փոխում եմ, որովհետև ուզում եմ նորից սկսեմ փնտրելը այն խոսքերը, որոնք որ իմ սրտին կպչում է ու գծելը։ Եղբորը ասեցի, թույլ կտաս Աստվածաշունչդ, ու նայում եմ, գծած ամենակ փողի հետ կապված տեղերը։ Մենակ հարստանալու, ունենալու, տալու, որ սենց սաղ գծածները կարդացի, դե հա որ մեծ տարերով ոնց որ գրածելի, տուր ինձ, մենակ տուր։ Ուզում եմ կարդամ մի պատմություն, որտեղ կա որոշ ճշմարտություններ, որոնց մասին կուզենամ կանգ առնեմ եւ ասեմ, սիրելի քույր երեխաներ։ Դա գրված է Ղուկաս ավետարանի 19-րդ գլխի 1-10։ Զաքեոսի պատմությունն է, բոլորս գիտեք։ Ղուկաս ավետարանի 19-1-10։ Եվ մտավ Երիքովի, Հիսուսը մտավ Երիքովի միջով անցնում էր։ Եվ ահա մի մարդ անունով Զաքեոս կոչված, որ նա մաքսապետ էր եւ ինքը հարուստ էր, եւ ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև հասակով կարճ էր։ Եվ առաջ վազեց վեր ելավ մի ժանտաթզենի, որ տեսնե նրան, որովհետև այնտեղով պիտի անցներ Հիսուսը։ Եվ երբ որ այն տեղն եկավ, Հիսուսը վեր նայեց եւ նրան ասեց. Զաքե, շուտ արա իջի, որովհետև ինձ այսօր քեզ պետք է քո տանը կենալ։ Նա էլ շտապելով իջավ եւ ուրախությունով ընդունեց նրան։ Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում, թե մեղավոր մարդի մոտ մտավ հանգիստ առնելու։ Զաքեոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տեր, ահա իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ, եւ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, 4 պատիկ կվճարեմ։ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետեւ սա էլ Աբրահամի որդի էր։ Սիրելի քույր երեխաներ, ուզում եմ նախորոք շեշտեմ, Զաքեոսը ոչ հեթանոս էր, ոչ էլ Սամարիայից էր։ Զաքեոսը Իսրայել ժողովրդի որդիներից էր, այսինքն խորհրդապատկերն է Իսրայել ժողովուրդը խորհրդապատկերն է Քրիստոսի եկեղեցին։ Այն ինչ որ ես պիտի կիսեմ, աշխարհի մարդկանց մասին չեմ ասում։ Այն ինչ որ պիտի կիսեմ, եկեղեցու մասին եմ ասելու, իմ մասին, մեր մասին, քո մասին։ Առաջի ճշմարտությունը, որ տեսնում եմ ես այստեղ, որ Զաքեոսը, որ Հիսուսը մտավ Երիքով եւ նրանով անցնում էր։ Ես հավատում եմ, որ Հիսուսը անցնում էր այնտեղով, որպեսզի շանս տա, հնարավորություն տա բոլոր, ովքեր որ մեղավոր են, ովքեր ուզում են գտնել նրան, մոտենում էր, որպեսզի նրան գտնեն։ Դրանցից մեկը Զաքեոսն էր։ Առաջի ճշմարտությունը հիշեք, սիրելի քույր երեխաներ, երբեք Աստված քո կյանքի մեջ ներ չի խուժում։ Իր ներկայությունը քեզ չի պարտադրում։ Չի փթաթում իր ներկայությունը քո վզին կոպիտ ասած։ Միշտ հիշեցեք, սիրելի քույր երեխաներ, ռուսերենում sense խոսքա не навязывается։ Չի ուզում Տերը քո կյանքիդ մեջ բրթելով մտնի։
Հիսուսը ասում է, ես կանգնած եմ, թակում եմ, ում ասեմ, իր եկեղեցուն, փրկվածներին, ասում է կանգնում եմ ու թակում եմ, եթե բացես, ներս եմ մտնելու։ Ես չգիտեմ այստեղ ոնց հանդուրված իմի, որովհետև արդեն 33 տարի է մոտարապես բացակայել եմ, շատ բաներ տեսնում եմ, որ Հայաստանում այն ինչ որ ես գիտեի, հիմի մի քիչ ուրիշ ձևի է, բայց ցավոք սրտի բաշկիր է, սենց ռուսեն բարկա բեսպարդոննի, այսինքն դուրը կտենաս առանց թխկացնելու մտան։ Շորտով կլես, մայկով կլես, ներքնաշորով կլես, դա չի հետաքրքրում։ Մեկ էլ մտնում են ուրախությամբ, այդ ես եկեղեցու մասին եմ ասում, անհավատները չեն մտնում իր տուն։ Գիտեք, ինչքան եմ սովորեցրել, որ թակեք, եկան միջև տան տերը բացի կամ էլ գոռոցը լսեք ընդերից, որ ասում եմ մտեք։ Ես սիրում եմ միտեղ որ գնում եմ թակեմ, եթե չեն բացում զանգում եմ, եթե նույնիսկ պայմանավոր զանգում եմ, ասում եմ, մենք դրան մոտ կանգնած ենք, սիրում եմ որ բացեն։ Մեր Տերը այդպեսին է, դա թակում է ու սպասում է որ մտնենք։ Գիտեք, մի հատ ճշմարտություն կա, որ ոչ մտքիս մեջ է տեղավորվում, ոչ սրտիս մեջ է տեղավորվում։ Ու անկեղծ եմ ասում, ոչ թե ես սա սենց բանով եմ ասում, այլ անկեղծությամբ։ Դա ինչքան Աստված մեծ կամք է տալիս մեզ։ Ես իմ տղաներին այդքան չեմ տվել։ Իմ կնոջս այդքան չեմ տվել։ Ես ընդհանրապես ցավոք սրտի, բայց իմ մեղավոր բնույթով ես այդքանը չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում։ Ես որ Աստծո տեղն էի ու տեսնեի, որ Ադամը Եվային ուզում է լսի ու ուտի, այդ պտուղը վզին կտայի, կասեի, ինչ սանում։ Բայց Աստված տեսնում էր ու չէր միջամտում։ Հուդան Հիսուսի մոտ աշակերտ առաքյալ գողանում էր, Հովհաննեսը գիտեր, Հիսուսը չգիտեր։ Չէ՞ կարա Հիսուսը ամոթանք տար ասեր, Հուդա, դու չես տեսնում, որ դու մեղքի մեջ ես։ Չի տեղավորվում, որ ասում եմ չի տեղավորվում, իսկապես չի տեղավորվում։ Բայց սա ճշմարտություն է, որ սրա հետ մենք պետք է հաշվի նստենք։ Հիսուսը միշտ մեզ մոտ է, բայց սպասում է, որ մենք նրան փնտրենք։ Գործք առաքելոցի մեջ Աստված ասում է, տվել է մարդկանց ժամանակներ, տարածություններ, որպեսզի փնտրեն նրան ու գտնեն, ու դրա հետ միասին գրված է նա ամեն մեկիցս հեռու չի, նա միշտ մոտ է։ Հիսուսը տեսնում է աղոթքի ժամանակ, որ աշակերտները լուրջ ծովի ալեկուցության մեջ են, որ նավակը խորտակվում է, կարդացեք, տեսեք, այդպես է գրած։ Լուրջ փոթորիկ է եւ գրված է Հիսուսը իջավ ջրի վրայով քայլելով ու շատիր կարդացեք գրված է եւ նա նրանց մոտով ուզում էր անցներ իրանց խաթեր իջելա իրանց հասելա իրանց մոտեցելա բայց նրանց մոտով ուզում են անցներ առաջի ճշմարտությունը հիշիկ ես սա միջև վերջ չեմ հասկանում բայց տեսնում եմ ըստ Աստծո խոսքին որ իմ Աստվածը որին ես պաշտում եմ այդպիսին է նա երբեք չի ներխուժում նա ուզում է որ ես նրան փնտրեմ խնդրեմ գտնեմ նրան նա գալիս է եթե ես նրան կանչում եմ մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ Համար առաջի ճշմարտություն հիշեք այս պատմության մեջ իհարկե համար առաջի ճշմարտություն Աստված միշտ մոտենում է քեզ նա քեզ մոտ է բայց քո կողքին կարա կանգնի ու սպասի որ դու նրան հրավիրես խնդրես մի եղբոր կարող է ասացել եմ բայց այդ խոսքերը իմ մոտ տպավորվել է թաթար ազգությամբ որը համարյա 5 տարվա նարկոման էր Կաշին արդեն կարաշնվի գույնի էր, բժիշկները ասել են մի քանի ամիս է մնացել լյարդը չկա, ու դա էլ չի վերականգնվի։ Ինքը վկայել էին, եկել էր եկեղեցի, հենց առաջի հավաքույթին, արցունքներով Հիսուսին ընդունել էր, խնդրել էր, որպեսզի Տերը բժշկի իրան, եւ Տերը նրան եւ սրտի մեջ էր մտել, եւ բժշկել էր բոլորովին, Եվ նարկոտիկների ստրկությունից, և լյարդից, չեմ ուզում երկարացնեմ, ասում գնացի տուն, իմ լոմկեք պետք է սկսեր նարկոտիկի, պահած 3 հատ ունեի չափ։
դե հաչի լոմկեք չկա, զարմացա, բայց ասում դե չէի հասկանում ես, որ ինչ ընչոցա, ինքը հավատացյալ չէր, գիտություն չուներ, պարզապես ասում եկավ իրիկուն, չկա, առավոտը վեր կացա, չկա, նոր հասկացա, որ Տերը ինձ ազատագրել է, տարա զուգարան գցեցի ու ջուրը քաշեցի։ Հիմի տեսեք հետաքրքիրը որն է, մի 2-3 ամիս անցել հայտարարել ենք մկրտության համար, ինքը եկել է հարցազրույցի, ես բարդ հարցեր չէի տալի, գիտությունը ստուգելու, ինձ 2 բան էր հետաքրքիր, հարցերի միջոցով պարզեմ իրա վերաբերմունքը մեղքի նկատմամբ եւ իրա վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ։ Всё, ինձ պետք չէր, որ առակը ինքը ոնց է հասկանում, գիտության հարց չէր։ Ու ինքը խոսում է, շատ ճիշտ ասում է, բայց ես տեսնում եմ իրա վերանից ծխախոտի հոտ է գալի ուժեղ։ Ու ինքը վկայել է ոնց է Տերը իրան բժշկել, ու իր մաշկը 2 շաբաթվա մեջ լրիվ վերադարձավ, գնացել էր, ստուգվել էր, բժիշկներն ասել էին, մենք այսպիսի բան չենք տեսել, լրիվ ձեր լյարդը ոչ թե քիչ է մնացել բուժվի, բոլորովին առողջ է։ Սիրելի քույր երեխաներ, իրան ասում եմ դու ծխելու մեղքի մեջ ես, ստրկության մեջ ես, մեկ ասի ծխելը թարգել, ծխել թարգել չկա, անհավատը թող թարգի։ Ծխելը դա մեղք է, որից պետք է ազատագրվի մարդը, ու մենակ Հիսուսը կարող ազատագրի։ Խմել, ծխել, շնություն, այդ ցուցակը չեմ ուզում շարունակել։ Ինքը ասում է, դե լա դեռ չեմ կարեմ թարգեմ, չերկարացնեմ, երբ որ թրջենք։ 4-րդ անգամ, արդեն մի 7 ամիս անցել է, 4-րդ անգամ ինքը եկավ հարցազրույցի, ես իրան մի անգամից հարցրեցի, ձեր ծխելու չես ազատագրվել, ռուսերենով ասեմ, ну, ասա, в принципе, я не против, чтобы Бог меня освободил. В принципе, դեմ չեմ էլի, որ Աստված ինձ ազատագրի։ Ինչի՞ եմ այս օրինակը բերեմ, ու ինքն էլ այտենց չազատագրվեց ու վերադարձավ աշխարհ։ Եթե մարդը չի մեռնում այս աշխարհի համար, իր սրտի մեջ, սկզբից Պողոս Արաքյանն ասում է, որտեվ դուք ի սրտե հնազանդվեցիք այն խոսքերին, որը ձեզ ասեցի։ Գալիս է եկեղեցի, Տերը նրան սկսում ազատագրել, ու ինքը ինչ որ վիգտնի բաներ կա առողջ, ասում եմ իրան, ասում եմ, բա ոնց է Տերը քեզ նարկոտիկի ստրկությունից ազատագրեց, ծխախոտից, ինքը սենց բարկացած ասավ, դե որտեղ է գրված, որ չի կարելի ծխել։ Հայերենով չգիտեմ, ռուսերենով մի հատ տեղ կա, իհարկե դա դրան չի վերաբերում, կա ասում, «Мне мерзостны курение ваше»։ Իրան կատակով ասեցի գրված է։ Սիրելի քույր երեխաներ, մենք շատ անգամ, շատ նենգորեն, խորամանկորեն ասում ենք, դե Տեր ջան, ինչ անեմ, չեմ կարեմ, չեմ հավատամ։ Ես Տիրոջը հավատամ, թե մարդուն հավատամ։ Տերը անկեղծի հետ անկեղծ է։ Եթե դու Տիրոջը փնտրես, նրա երեսը փնտրես, նա անպայման քեզ կառաջնորդի։ Տերը զոհաբերություններ չի ուզում, Տերը հնազանդություն է ուզում։ Իսկ մենք պատրաստ ենք մեծ զոհաբերությունների, ամեն բնակառավարում, նույնիսկ եկեղեցում, մարդիկ պատրաստ են կոպիտ ասած ծնկաչոք Սուրբ Սարգիս բարձանան, ծնկները արունոտ անեն, պատրաստ են ամեն ինչ անեն, բայց որ Աստված իրանց ուզածը տա։ Իսկ Աստված ուզում է հնազանդություն։ Հնազանդության մեջ է Տիրոջ փառքը եւ ներկայությունը։ Եվ նա միշտ մոտիկ է, սիրելի քույր երեխաներ, եթե մենք չփնտրենք նրան, չենք գտնի։ Չմոտենանք, չի մոտենա։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Զաքեոսը ինքն էր փնտրում Հիսուսին։ Ինքն էր հայերենում ասում, ուզում էր տեսնել, ռուսերենում ասում, փնտրում էր տեսնել։ Նույն բանն է։ Եթե մարդ մի բան ուզում է, դու որ ծարավ ես, ինչ ես անում։ Փնտրում ես, ոնց կանաս հագեցնես քո ծարավ, մեկին ասում ես ջուր տուր, գիտես որտեղ դու չես կարող օրերով ծարավ նստես, ասես Ցախորդ Փանոսի նման Հնդստան կտրելու, քարվանը կտրելու լավ եղանակ է։ Մի քիչ էլ սպասեմ, ճանճ սպանեմ։ Սիրելի քույր երեխաներ, ամբողջ հարցը սրա մեջ է, որ Տերը գալիս է մոտիկ, նա մեզ մոտ է, բայց ուզում է, որպեսզի մենք ինքներս փնտրենք։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Հետաքրքիր է, որ նույնիսկ Տերը հանդիմանում է։ Ոչ միայն պատճառն է ասում, այլ հանդիմանում է, որ չունես, որովհետև չես խնդրում։ Ասում են,
Բախի պետք է անպայման աղոթենք ու խնդրենք։ Տերը չգիտի, որ մենք դրա կարիք ունենանք։ Մի բան ասեմ, չեմ կարծում, որ հույսով եմ ճնշող մեծամասնությունը կհասկանա, բայց չեմ կարծում, որ բոլորը կհասկանան։ 99% մեր կյանքի կարիքները Տերը տալիս է առանց մեր խնդրելու։ Առանց մեր խնդրելու մենք շնչում ենք, մենք վեր ենք կայնում, մենք ամեն ինչ Տերը տալիս է, մենք չենք էլ խնդրում դրա համար։ Բայց Տերը միշտ թողնում է, որպեսզի մարդը իր երեսը փնտրի, որտեվ չես կարա երկու տիրոջ ծառայես։ Դա հնարավոր չէ, ասես մի հատ եղբայր ունենք, մի անգամ մի հատ բան ասավ, ռուսերեն ասեմ, ինքը ազգությամբ թաթար է, մեր եկեղեցու մոտ 70%-ը բաշկիր թաթար չուվաշներ են։ Ասավ, и Господу не служит, и дьявола подводит. Ոչ տիրոջ նա ծառայեն, ոչ էլ Սատանային էլ քաշում է, կոպիտ ասած, ժողովրդական լեզվով ասած։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ասեմ ձեզ, որ Տերը ուզում է, որպեսզի մենք փնտրենք Իրան։ Աղոթքը դա ամենակարկառուն դրսևորումներից մեկն է փրկրտմունքի։ Եվ եկեք ոչ միայն մեր կարիքների համար խնդրենք, այլ փորձեք անընդհատ ասեք Տեր, այցելի ինձ, ես ուզում եմ ճաշակեմ քեզ։ Ես շուտ ասում եմ կարող է ամիսներ տևա, բայց եթե դուք ծարավ սրտին, ինչպես Դավիթն ասում, ինչպես եղջերուն կգնա ծարավ այդ ջրերին, այնպես էլ ես եմ ծարավ քեզ։ Տերը ուզում է այցելի քեզ։ Սուրբ Հոգին շատ անգամ կասի, ես ուզում եմ այցելեմ քեզ, բայց այս մեղքը ինձ խոչընդոտում է։ Սրան չես ներել։ Ընդհանրապես ամենապարզ ցուցանիշը, ինդիկատորը հոգևոր մարդու հասակի դա, որքանով է ինքը հեշտությամբ եւ արագ ներում։ Մի եղբայր ասավ, մի տարի հետո կարեցա վերջապես այս աղբորը ներել։ Ոչ մի տարին մեկ աներեմ, եթե ինչ որ բան ալեմ։ 7 տարի։ Շատ հարմար։ Ինչքան շուտ ես կարողանում ներել, այնքան քո հոգևոր առողջությունը, ասենց ասած, տեղում է։ Ինչքան դժվար ես ներեմ, այնքան հոգևոր լավ չի։ Մի խոսքով սիրելի քույրեր, եղբայրներ, երկրորդ ճշմարտությունը մենք էլ պիտի Տիրոջ փնտրենք։ Երրորդը Հիսուսը գիտի ամեն մեկի սիրտը։ Տեսեք, Հիսուսը գնում էր ու նայեց Զաքեոսին։ Նայեց Զաքեոսին, ասավարի ես քո տուն եմ գալի։ Զաքեոսի հետ իրանք ծանոթ չէին, ասենց ասած։ Բայց Տերը սրտագիտ է, դա այնքան լավ է, ասենց ասած, այնքան հարմար է, որ դու Տիրոջը չես ապացուցում քո անկեղծությունը։ Մարդուն դու մի բան ես ասում, ու ասում ես, շատ եք չի ասում, անկեղծ ասած, որ ճիշտն ասեմ, ու ասում ենք։ Այնքան լավ է Տիրոջը ապացուցել, նա սրտագետ Աստված է, նա քննում է մինչև սրտի խորքերը։ Այնքան լավ է, ես օրինակ անընդհատ ասում եմ ու շատ այգնում, աղոթում եմ, ասում եմ, Տեր ջան, դու տենում ես, չէ, որ իսկականից քեզ սիրում եմ։ Տեր ջան, դու տենում ես, չէ, որ ես այդ մեղքը իսկականից ատում եմ, օգնի ինձ ազատագրվեմ։ Այնքան լավ է, որ Տիրոջը ապացուցել պետք չի։ Դու սիրտդ բացում ես, նա տեսնում է։ Նա սրտագետ Աստված է։ Նրան պետք չի համոզես, որ Տեր ջան, ես եկեղեցի եմ եկել, աղոթում եմ, որպեսզի դու տեսնես, որ ես անկեղծ եմ, բացարձակ ինքը գիտի, որ դու անկեղծ ես, որտեղ նա անկեղծի հետ անկեղծությամբ ավարվում։ Նենգին հատուցանում է իր նենգության չափով։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք հասկանում ենք դա, մեր աղոթքների մեջ այնքան լավ է, գալիս ենք Տիրոջ առաջ։ Խնդրում, որ Տերը մեզ օրհնի, Տերը մեզ տա, ու այնքան հարմար է, որ իրան ապացուցել պետք չի։ Երրորդ ճշմարտությունը միշտ հիշի, Տիրոջի չես կարող ծածկել քո սիրտը, բայց դրա հետ միասին ինքը չի խցկվի քո սրտից հանի ու քո առաջ պահի ու թափտա քո առաջ ասի, այս դառը արմատը դու ունես, այս ինչին չես ներե։ Նա երբեք, եթե մի բան չգիտես, կասի։ Բայց եթե մի բան գիտես, Ադամը գիտեր չի կարելի, չասավ։ Հուդան գիտեր չի կարելի, չասավ։ Եթե մի բան գիտես, նա սպասում է որ անես։ Եթե մի բան չգիտես, նա քեզ կբացի։
Շատ եղնում, որ քույր եղբայրները գալիս են մի ինչ-որ հարցով, հոգսով, խրատի համար, նաստավլենիա ռուսերեն ասած, գալիս են ու ասենք ուզում են մի ինչ-որ գործ սկսեն, մի ինչ-որ բիզնես անեն, բան։ Ես ասենք միշտ եկեղեցում սովորեցնում եմ, որ դուք եթե մի ինչ-որ բան եք ուզում մեծ անեք կամ առնեք, միշտ խորհուրդ հարցրեք ձեր նաստավնիկներից, ձեր ծառայողներից, ձեր հովիվներից, անպայման չի ինձանից իմացող, եկեղեցու իմացող մարդկանցից, որոնք նվիրված են, որովհետև եթե շինարարություն ուզում անի մարդը ու չնվիրված շինարարային, եկեղեցու չնվիրված շինարարին մոտենա, ինքը նույն փոստն անգնելու ոնց որ այն մի շինարարն է ընկել։ Սկսելա չի կարող պրսնի, որովհետև ֆանտազիան մեծ է, տունը սարքում է, հետո չգիտի ոնց վերջացնի։ Ու մեկ էլ գալիս են, ասում են, հովիվ ջան, ուզում ենք ես ինչ գործը անենք։ Ու ոչ թե հարց են տալի, համոզում են ինձ, ուզում եմ, ասենք, ուզում եմ ամուսնանամ այս աղջկա հետ, մեր դասարանցի է, բայց մեր եկեղեցու չի, բայց ինքը դեմ չի, որ գա եկեղեցի, ու սկսում է համոզել, ոնց անի, որ այդ հարցը կպցնի։ Ասում եմ, դու իր հետ չես շփվելու, ինքը ուրիշ տնային եկեղեցի պիտի գնա, դու ուրիշ տնա, իրար հետ ընդհանրապես չեք շփվել, դու վկայում ես ինքը գալիս է, դարձի է գալիս, դարձի գալուց հետո մկրտվում է, այդ նոր առաջարկություն ես անում։ Մեկ հետեն եմ հարմար բաներ չասեցի իրան, սկսում է այն մյուս կողմից մոտենալը, որ հարցը լուծի։ Ասուն համոզել պետք չի։ Չգիտես հարցերու կասի, գիտես պետք է պահես։ Ամեն։ Հաջորդը, Զաքեոսը, 4-րդ ճշմարտությունը։ Զաքեոսը Հիսուսին ընդունեց ուրախությամբ։ Գիտեք, արդեն 30 համարյա 3 տարի հովություն եմ անում, ու ես անընդհատ նկատում եմ այն մարդիկ, ովքեր իրանց հիվանդության, իրանց հոգսի պատճառով են դարձի գալիս, սենց ասած, աղոթեք, բժշկվեմ, օգնեք, բան, սենց շատ չնչին մաս կա, որ հետո նվիրվում են։ Նրանք, ովքեր որ ուրախությամբ են ընդունում, դա ուրիշ է։ Այն մի հատ հումոր կա, որ մեկը 16-րդ հարգից հանկարծ ընկնում է ու ճանապարհին ճոմա, Տեր ջան, ինձ փրկի, ազատի, խոստանում եմ 10-րդ հստամ, քեզ ծառայեմ, մեկ էլ մեշոկի նման վերանգնում։ Կամած աչքերը բացում է, շարժվում է, տենում է, ամեն ինչ տեղն ասում է, բայց մարդ վախուց ինչ ասես կխոստանա։ Ես անընդհատ նույն պատկերը չէ, երբեք չեմ մերժում աղոթելու համար, բայց գալիս են մեր ընտանիքը մեզ ինչ վիճակն է, այս ինչը հիվանդ է, ես հիվանդ եմ, այս ինչ փողի կարիքը կա, խառնված սկսում են, իրանց Աստված պետք չի, որ ասես գնա Սուրբ Սարգիսը մոնվարի, կգնա կան ինքան այդ հարցը լուծվի։ Մի հատ տատիկ 72 տարեկան էր, եկավ հավաքույցից հետո մոտեցավ ինձ ասավ ռուսեն ես հայրենաս տղա ջան ասում այս ոտը սարսափելի ցավը մա աղոթի բժշկվի Կաշմիրովսկին չկարեցավ իր աշակերտը չկարեցավ այդ 90-ականի վերջերի բան եմ ասում իր աշակերտը չկարեցավ բալքի դու մի բան անես ասի Հիսուս ջան Հիսուսին հավատում ես ասավ да я готов хоть в чёрта поверить лишь бы исцелиться сказал mēs այդ մոմենտին իրան հաշիվ չի Հիսուս են եղբայրներ կային Հնդկաստան գնացել են քարոզել, ասում է հետո այդ հնդիկները շատ ուրախությամբ եկան, ասում է մենք էլ ուրախացել ենք, որ իրանք ասում են, իսկ այդ ձեր Հիսուսի այդ նկարը կա, տանը ահագին աստվածներ ունենք, մեզ դուր եկավ ձեր աստվածը, գիտես, տանենք նրան էլ պոլքի վրա շարենք էլի։ Հիսուսը երբեք հիշեք, պատվավոր երկրորդ տեղը, ես առանց հեգնանք եմ ասում, պատվավոր երկրորդ տեղը չի գրավի, կամ առաջի տեղը կամ ոչ մի տեղը։ Ու նա ուզում է, որպեսզի մենք իրան ուրախությամբ ընդունենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մենք ապրում ենք մի տեղ, որտեղ հավատք, եկեղեցին, Աստված նման կուրքերի նման են օգտագործեն։ Ստանամ ու մնացած ինձ էլ պետք չի։ Զաքեոսը ուրախությամբ ընդունեց իր տուն։ 5-րդը Երբ որ դու ընդունում ես Հիսուսին, նեղություններ ու հալածանքներ կլեն։ Եթե քեզ մեկն ասում է Հիսուսին ընդունում ես ու կյանքդ սենց ասել պապս դուս գյուն գնմա, առանց որևէ բանի չհավատաս։
նեղություններ կունենաս ու հալածանքներ կունենաս, բայց դու արդեն մենակ չես եղնի։ Նա անընդհատ քո կողքին կլինի։ Իմ ամենամեծ ծարավը, փափագը ոչ թե նա է, որ ես կյանքում դժվար չունենամ, այլ որ որտեղ էլ ես հայտնվեմ, ինչ իրավիճակի մեջ էլ հայտնվեմ, նա միշտ իմ հետ լինի։ Տերն է իմ զորությունը, Տերն է իմ վահանը, ամեն բան կարող եմ ինձ զորացնող։ Այս խոսքը շատերը հրճակելու համար ամեն բան կարող եմ։ Մնացածը այդքան կարևոր չի։ Ինձ զորացնող, երբ որ ես տկար եմ, ես հարմար խոսքեր չի հիմի այս թվին։ Երբ որ ես տկար եմ, ես գիտեք խի, որովհետև նրանից կարճած եմ։ Նրանից անընդհատ նրա կարիքը ունեմ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Զաքեոսը միջև դարձի գալը իրան անընդհատ ասում էր. Պիտանի չի, չէ՞, չեն սիրում։ Հարկային աշխատողին ով ասիրում։ Հենց դարձի եկավ, Միկել ասում են, ես մեղավոր է, ես ինչ է։ Հանդիմանությունները, բաները շատ, Հիսուսին ինչքան մոտեցար, կողքից մեկը կներեք ժողովրդական բսկտելու է։ Զաքեոսը հանդիմանությունների սենց ասած ճակերտավոր արժանացավ ու դա աշխարհի չէր, եկեղեցը։ Ես գիտեմ, որ շատ բունտարներ, ապստամբներ, հա, իրանք հենց ինչ ասես անում են, ասում են, հա դա ես Երեմիան եմ, ես Եսիայան եմ, ես Մարգար եմ, ես եմ, դրա համար եկեղեցում ինչ չեն ընդունում, բա դե Վարդան ախպեր ճիշտ ես ասում, այ ինձ եկեղեցում հանգիստ չեն տալիս։ Բայց заблуждение մոլորություն կարա սովորացնի, անհնազանդ եղնի հովիվներին ու հենց իրան տեղն են դնում կոպիտ ասած, այ ճիշտ ես ասում Վարդան ախպեր, ոնց որ Զաքեոսը ինձ էլ եկեղեցում հանգիստ չեն տալիս։ Դրա մասին չեմ ասում ես։ Տիմոթեոսը եղբայրներից բարի վկայություն ուներ, դրա համար Պողոս առաքյալը իր հետ վեր կա։ Ունեցի բարի վկայություններ ծառայողներից։ Հիսուսը իր աշակերտները Զաքեոսին ոչինչ չասեցին։ Հասկանում եք։ Եթե դու ուզում ես տեսնես դու որքանով ես ճշմարիտ քո վարդապետության մեջ, մոլորության մեջ չես, հոգս չես եկեղեցուն, ծառայողներից բարի վկայություն ունեցի։ Եվ ծառայողների հանդիմանությունը երբեք չասես սա հալածանք է, ես սրա միջով պիտի անցնեմ։ Այստեղ հանդիմանողները Հիսուսը չէր, իր աշակերտները չեն։ Եվ վերջինը 6-րդը Զաքեոսը իր ապաշխարությունը հաստատեց պտուղներով, գործերով։ Եթե մարդը լեզվով ասում է սիրում եմ, գործերով չի ասում։ Գիտեք, ես նկատել եմ ընդհանրապես ամեն մարդ շատ անգամ, երբ որ մարմնի մեջ է, մարմնով է շարժվում, ավետարանը կարդում է իրան հարմարացնելով։ Կարդում է, չէ, մեկուտ բեռը վերցրեք, ասում է, ես քիչ չեն իմ բեռը վեր ունեմ։ Մեկուտ բեր մի դարեք, ինչ է ինձ բեր դառնում, ոնց ֆռնում է ինքը կապ չունի, ոնց կարդում է իրան հարմարացնում է, հիմի այն ինչ որ ասում եմ ապաշխարության պտուղներ, ի նկատի ունեմ, մի հատ բառով ասեմ, դա կապ չունի, որ բնակը, մարդը սկսում է տալը, հասկանում եք, կապ չունի, սեր տալը, օգնություն տանը, ուժի չափով, ամեն ինչով, հանգանակության մեջ, 10-րդի մեջ, ամեն ինչի մեջ ինքը դա ապաշխարության պտուղն է։ Եկեք ոտքի կանգնենք սիրելի քույրեր եղբայրներ։ Ու հույսով եմ, որ այս շեշտադրումները, որոնք արվեց, ձեր սրտերի մեջ կպահեք։ Էլի եմ ասում, այն ինչ որ ասեցի, սա առաջի հերթին ինձ է վերաբերվում։ Ես երկյուղ ունեմ, վախ ունեմ Տիրոջից։ Եթե ես սովորեցնեմ ինքս չանեմ, հայերեն ասած վերջս լավ չի լինի։ Տերը օրհնի բոլորիս, որպեսզի բոլորս ձգտենք այս ճշմարտությունները կատարենք։